Խան Գասպարյան, ինչ վերաբերմունք ունե կատարվողի վերաբերյալ հանդեպ տարածվեցին հաղորդագրություն պաշտոնական, ձայնագրություններ, ծանոթացել եք արդյոք եւ ինչպես եք վերաբերում այս պրոցեսներին։ Այս թուրք իշխանությունները մի քանի ամիս է ապօրինի կալանավորում են մեր սրբազան պայքարի երիտասարդներին եւ հետապնդում են բոլոր հայրենասեր մարդկանց ապօրինի ուզում են խոչընդոտել մեր սրբազան պայքարը, որ չկայանա, բայց մեր սրբազան պայքարը անկոտրում է, կոչս ուղում եմ այս սրբապիղծ թուրք իշխանությանը ասելով, որպես ես ունեցե ասում եմ մեր սրբազան պայքարը անկոտրում է, ես դուրս եմ եկել մեր հայրենիքի համար պայքարելու եւ պայքարելու եմ, իսկ ինչ վերաբերում է մեր սրբազանին ապօրինաբար բռնելու այս սրբապիղծ իշխանությունը ապօրինաբար ուզեցել է ինչ որ ռոլիկներ է տարածում ապօրինաբար այդպիսի բաներ չկան կոչս ուղղում եմ հայրենասեր հայ ազգին մեր սրբազան պայքարը անկոտրում է նրանք ապօրինի կերպով ուզում են ձերբակալել են մեր սրբազանին բայց մեր սրբազանը անկոտրում է մենք իր կողքին ենք մեր հայ ազգը մեր սրբազանի կողքին է եւ պայքարելու ենք հանուն հայրենիքի համար այս թուրք իշխանությունը ուզում է ոչնչացնել մեր սրբազան վայրերը մեր եկեղեցիները ուզում է թուրք Ալիևի հրամանը կատարելով ուզում է բացել մեր եկեղեցիները որը իրեն չի հաջողվելու մենք կանգնած ենք եկեղեցու կողքին մենք կանգնելու ենք միջև վերջ եւ մեր եկեղեցիների կողքին եւ կոչս ուղղում եմ հայ ազգին եկեք համախմբվենք հայ ազգ եւ միասին վռնդենք այս սրբապիղծ թուրք իշխանությանը միայն պայքարով պետք է վռնդենք այս սրբապիղծ իշխանությանը